Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, հարգելի ընկերներ, որոշեցի ավտոլայվի ռեժիմով անդրադառնալ արագ զարգացող իրադարձություններին, այն խելահեղ արագությամբ զարգացող իրադարձություններին մեր երկրում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս արագության մեջ անհրաժեշտ է որոշ փաստեր հիշել, արձանագրել, ֆիքսել եւ այդ փաստերը չմոռանալ տարբեր հետևություններ կատարելիս, որովհետեւ առանց դրա մենք ամբողջական պատկեր հավանաբար չենք ունենա։ Շատ արագ են իրադարձությունները զարգանում, նոր անցիֆեյքում ծովի հերթական թողարկումն ենք նկարում եւ աղասի հետ փորձեցինք այս մեկ շաբաթվա իրադարձությունները այսպես ասած անցնել դրանցով, տեսանք, որ ամեն օր մի ամբողջ ամսվա կարևորության իրադարձություններ են եւ այս տեղապտույտը անընդհատ վերում է նրան, որ մեծ հաշվով մարդիկ շատ դետալների ուշադրություն չեն դարձնում։ Հիմա այսօրվա գլխավոր թեման այն այլանդակ տեսանյութերն են, իմ կարծիքով առերևույթ AI-ով ստեղծված եւ կեղծ, որոնք նորաստեղծ Telegram կանալով դրվեցին դաշտ եւ միանգամից սկսեցին տարածվել նիկոլական ուրեմն ռեսուրսներով, որոնք անպատեհ բաներ էին պատկերում, որ ցանկացածից վրա կարան նկարեն եւ այդ անպատեհ բաները տեղադրեն ցանկացած ուրեմն ձևաչափով։ Այսօր նույնիսկ դա թանկ հաճույքել չի արհեստական բանականության զարգացման այս մակարդակը։ Ընդհանրապես թանկ հաճույք չի։ Ընդհանրապես։ Եվ այս պայմաններում անհրաժեշտ է հասկանալ այս ամեն ինչի այսպես ասած տրամաբանությունը։ Եվ մի քանի փաստ ֆիքսել։ Տեսեք, ինչ տեղի ունեցավ։ Նախ այդ այլանդակությունը տեղադրեցին, որտեղ որ ինչ որ մեկը երևում էր, որ նման էր Արշակ Սրբազանին։ Հետո Արշակ Սրբազանն իհարկե իր արձագանքը շատ արագ ներկայացրեց եւ կոչ կանեմ կարդալ անպայման այդ արձագանքը՝ ի պատասխան այդ հնարած բաների խորագրով կարծեմ, այդպես էր մոտարապես, բայց շատ կարևոր է, որ մենք պատկերացնենք, թե ինչպես ասա մեկնաբանվում, նաև ինչպես է մեկնաբանվում։ Դրանից անմիջապես հետո այդ նույն Telegram կանալում ինչ որ լուր են տեղադրում, իբրև թե Արշակ Սրբազանը եւ Վեհափարը ինչ որ խնդիրներ ունեն, Արշակ Սրբազանն էլ պահանջել է Վեհափարի հրաժարականը։ Մի անտրամաբանական բան լավսես մեղմ ասել, որը հիմք ընդունելով արդեն նիկոլական քարոզչությունը տեսնելով, որ հանրության արձագանքը մեղմ ասած իրանց սրտով չի, այն աշճան իրանց սրտով չի, որ նույնիսկ դրան անդրադարձել է, դուք պատկերացրեք, ուրեմն մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնող անձը իսկապես խիստ հայտարարություն է, պատկերացնում եք, այն որ ինչ աստիճան fail են իրանք ունեցել, այս իրանց այլանդակությունը, այս առերևույթ արհեստական բանականությամբ ստեղծված այլանդակությունը դաշտ նետելով, որովհետև գիտեք կարմիր գծերը այդ իրանց համար որ չկան, մարդկանց համար նորմալ մարդկանց համար կան։ Ի վերջո այդքան խոսում են իրանք քրիստոնեական բարոյականությունից եւ այլն, մի հատ պարզագույն բանի վրա է այս ամեն ինչը հիմնվում։ Մի արա ուրիշի հետ են, ինչ որ չես ուզենա, որ քո հետ արվի։ Ես չեմ կարծում, որ որևէ քաղաքացի մեր երկրում համաձայն է, որ իր անձնական կյանքը, նորից ասեմ, ես համարում եմ, որ սա արհեստական բանականությամբ ստեղծված է, այդ վարկածին եմ հակված, բայց էական չի, դա չի էական։ Որևէ մեկը չի ցանկանա մեր հանրության մեջ, որ իր անձնական կյանքը ուրիշների քննարկման առարկա դառնա։ Որևէ մեկը դրան չի կարող կողմ լինել, որևէ նորմալ մարդ, եթե ինչ որ հոգեկան հիվանդություններ, շեղումներ չունի, էքսկիբիցիոնիստ չի եւ տենց իր համար դա հաճելի է։ Որևէ նորմալ մարդ դրան համաձայն լինել չի կարող։ Ոչ ոք չի ուզի, որ սա իր հետ լինի, հետեւաբար չի ուզի նաեւ ուրիշի հետ լինի։ Ասենք օրինակ շատ անկեղծ ասեմ, իսկ կյանքում չեմ ուզենա, ասենք իմ համար դա ընդհանրապես ես դեմ եմ դրան, որ որևէ ԿՊ-ականի վերաբերող իրական կամ արհեստական բանականությամբ ստեղծված ինչ որ նյութեր տեղադրվեն եւ հանրության սեփ ես չեմ ուզենա, հետեւաբար, որովհետեւ ես չեմ ուզենա, որ
Որտեվ ես այդ սկզբունքը ընդունում եմ, չեմ ուզում իմ նկատմամբ լինի, ուրեմն չեմ ուզում ուրիշի նկատմամբ լինի։ Սա է ամբողջ հարցը, եւ հանրությունը ի տարբերություն սրանց, նրանք երևի լավ այստեղ եմ որ ասում եմ իրականության զգացումը կորցրել են, չպատկերացրեցին ինչպիսի արձագանք կլինի։ Այս իրանց ակնհայտ այլանդակությանը, որը վաղվա հովանավանքի պղծության նախապատրաստության շրջանակներում էր փորձում էին դրան նախորդին հարվածել հայ առաքելական հերթական հարվածը հասցնել։ Բայց քթներին կերան իրականում, քթներին կերան համ հարության արձագանքի առումով, համ Արշակ Սրբազանի պատասխանի առումով, եւ ինչ արեցին, միանգամից պոչները քաշեցին ու սկսեցին մի այլանդակ թես տարածել, որ տեսեք, Արշակ Սրբազանի եւ Վեհապարի հարաբերությունները փչացել են, որի պատճառով մեղա Վեհապար հայրապետը սենց այլանդակությունը արել է։ Ինքն է դա այսպես ասած տարածել։ Մեղա։ Դուք պատկերացնում եք։ Եվ ես ուզում եմ, որ մի հատ սրա մասին մենք կարճ քննարկում ունենանք եւ մի հատ հասկանանք, թե այս ինչ թեզ է։ Ինչքան էլ տարօրինակ հնչի, բայց նաեւ դրա այսպես փաստական կողմին էլ կանդրադառնանք եւ ցույց կտանք, որ այն աշճան абսուրդային թեզա, որ բայց պետքա փաստարկներով խոսենք։ Ուրեմն նախ արձանագրեք մի բան, իրանք անցան այս տարբերակին, այն բանից հետո, երբ գիշերային այս այլանդակ օպերացիայից հետո նրանք տեսան, որ իրանց ուզածը չի արձագանքը եւ կոպիտ ասած հետքերը սկսեցին մաքրել։ Բայց իհարկե ոչ են կարողանալու այս այլանդակ հետքերը մաքրել։ Եթե ինձ հարցնեք, ով է սա կազմակերպել, ապա ես նույնիսկ ձեռնպահ կմնամ այն կարծիքից, որ սա հայկական հատուկ ծառայությունների ձեռի գործն է։ Ես ավելի շատ հակված եմ, որ այս ադրբեջանա-թուրքական օկուպացիոն ռեժիմին այստեղ նյութը մատակարարել է, այս ամեն ինչը ստեղծել է ադրբեջանական կամ թուրքական հատուկ ծառայությունները, որտեղ հեռու է մեր մտքից, որ հայկական հատուկ ծառայությունները ունակ էին նման բան անել։ Իսկապես եմ ասում, սա իմ կարծիքն է։ Համաձայնվեք, չեք համաձայնվի, ձեր կարծիք, ձեր գործն է։ Ես տենց եմ կարծում, հայկական հատուկ ծառայություններին նույնիսկ ես այդտեղ հավանական շատ չեմ համարի, որ իրանց արածն ասա։ Սա ադրբեջանա-թուրքական ինչ-որ նյութ է, որ մատակարարին ասել են, այս sense պայքարեք ձեր եկեղեցու դեմ, այդ Փաշազադեի կողմից կամ նրա այսպես միջնորդությամբ։ Այս վերջերս էլ ադրբեջանցիներ հյուրեր էին, չէ՞, ունեցել։ Մենք չգիտենք, կարող է իրանք են բերել դա իրանց հետ։ Այն Շուշիի ճանապարհը փակողներ այդ այլանդակները, որ ընդունեցին դրանց։ Արցախի հայաթափման այդ տրագեդիայի այդ շրջափակման իրականացնողներին են ընդունել ստեղ։ Գրքներին դրել ման են տվել։ Ինչ գիտենք, նրանք չեն բերել։ Ինչ գիտենք։ Հիմա իրանց փաստարկի հիմքում ո՞րն է։ Իրանց իսկ ստեղծած fake լուրն է, որ Վեհապարի եւ Արշակ Սրբազանի մեջ ինչ-որ խնդիր կա։ Ինչի պետքա լինի Արշակ Սրբազանի եւ Վեհապարի մեջ խնդիր, ով կարող է բացատրել։ Ինչի պետքա լինի։ Ինչի պետքա լինի խնդիր։ Այսինքն ինչ Արշակ Սրբազանը ինչ է մտածում։ Մտածում է, որ Վեհապարը մեղա դաթարի Վեհապար լինելուց դա իրան ինչով է օգուտ։ Ով կարա բացատրի որևէ տրամաբանության մեջ։ Չկա որևէ տրամաբանություն դրա համար։ Որևէ տրամաբանություն չկա։ Եվ երկրորդ կարևոր փաստը, որ ես կուզենամ, որ հիշեք, դա շատ կարևոր է, այս է կորել նրա հոսում։ Ուրեմն հիշեք այդ Ստյոպիկ Կոչեցյալը, այն որ հիշում եք 3-4 առաջի օր Հովանավանքում, որ իրաց առաջի փորձը եղավ պղծելու մեր առաքելական կանոնները, բայց սովորական մարդիկ էին այդ պահին իրենք ճիշտ որոշում կայացրեցին եւ ասեցին Ստյոպիկ ջան, ճիշտ է քո հետ ենք մենք պայմանավորվել, որ դու անեիր պսակի կարգը, բայց կներես մենք հիմա նախընտրում ենք, որ դու չանես, այլ կարգի մեջ գտնվող քահանան անի եւ տեղում ծառայություն իրականացնող, հոգեվոր ծառայություն իրականացնող մյուս քահանան, որը խոնարհաբար անկյունում սպասում էր, նա այդ արարողությունը կատարեց եւ հայ առաքելական եկեղեցու կանոններին համապատասխան արեց, ավարտեց։ Որից հետո նրանք մոբիլիզացիա հայտարարեցին, Մանեկան տեսան այդ որ մի ԿՊ-ականի բարեկամը
պսակվում, բերեցին այդտեղ այդ պսակը իրականացնելու։ Դրանից հետո դա արեցին։ Բայց այդ առաջի օրը հիշեք, ինչ էր խոսում այդ Ստյոպիկը։ Ինչ էր խոսում այդ տղան։ Ասում էր հələ տեսեք ինչ էր համացանց մտնելու, հələ տեսեք։ Այ հիշեք այդ զայնագրությունները Սյուզիներ Բադոյան թե այլ լրագրողներն են, որ ոնց որ երկիր լրատվականի լրագրողներն են։ Այ իրանց այդ մի հատ նայեք, տեսեք ինչեր էր խոսում։ Գրեթե բառացի եմ հիշում, որ դրա մասին էր խոսում։ Հələ տեսեք, հեսա հայ հասարակությունը կճանաչի սրանց եւ այլն եւ այլն։ Այսինքն Իրան այս տեսանյութերը ցույց տված են եղել։ Այդ անձնավորությունը տեսել է այս տեսանյութերի մասին։ Փաստ։ Բա ինչի մասին էր ինքը խոսում, եթե սրա մասին չէր խոսում։ Երկրորդ փաստը, բա եթե վեհապարն է արել, այն զայնագրությունից հետո րոպեներ անց դուք քրեական վարույթ նախաձեռնելու մասին հայտարարեցիք, նախ հաղորդում հետո բանը քրեական վարույթ նախաձեռնեցիք։ Հիմա ժամը 2:30-ը, 14:30։ 12 ժամ անցել է։ Կա տենց հայտարարություն, ես չեմ տեսել, որ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ապորինի, որովհետև ձեր վարկածը նա որ դա իրական է, չէ, իրանց վարկածը է դա։ Եթե սա իրական է, ուրեմն դա ծանրագույն հանցագործություն է տեղի ունեցել։ Եթե իրանց վարկածով իրական է, նորից ասեմ, ես այդ վարկածին հակված չեմ։ Բա ինչի՞ չէ քրեական վարույթ նախաձեռնել, մարդկանց բանում ինչ է, բաղնիքում ինչ որ բաներ տեղադրելու համար։ Ինչի՞ չէ, կես ժամ հետո, մի ժամ հետո լույսը բացվեց նախաձեռնել քրեական վարույթ։ Հետո էլ ուրիշների վրա եք գցում։ Պարզ չի որ ձեր արածն է, որ ձեր արածը չլիներ րոպեներով նախաձեռնած կլինեք քրեական վարույթը։ Երկրորդը հիմա հաստատ նախաձեռնելու են այս աղմուկից հետո։ Նախաձեռնելու են։ Չեն կարա չնախաձեռնեն այսքանից հետո։ Հիմա նախաձեռնելուց հետո ում եք կանչելու հարցաքննության։ Ում եք կանչելու հարցաքննության։ Գտնելու եք այդ Telegram-յան ալիքի ստեղծողներին։ Գտնելու եք, նայելու եք մի հատ հələ տեսնեք ովքեր են դա տարածում ակտիվորեն։ Ինչու են տարածում րոպեներ հետո, վայրկյաններ հետո։ Պարզ չի որ նրանք ովքեր որ այդ նորահայտ Telegram-յան ալիքի տեսանյութերն են տարածում, դրա տեղը գիտեին։ Պարզ չի որ կապ կա։ Ստյոպիկին հարցաքննելու եք, որ բառացիորեն 3 օր առաջ էր ակնարկում այս տեսանյութի մասին։ Եվ ամենակարևորը Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու եք, որ ամիսներ առաջ էր ակնարկում այս փաստի մասին, այս կեղծ երևույթի, այս ակնհայտ առերևույթ, կեղծ երևույթի մասին։ Հարցաքննելու եք, որտեղից էիր ասում։ Ո՞վ է քեզ ցույց տվել, ի՞նչ է ցույց տվել, ո՞վ է ստեղծել քեզ տվել, ասել ես վերսիան բանարա, Facebook-յանը տեջում գրի, որի համար նույնիսկ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից այսպես նկատողություն ստացավ։ Այս ամենը լինելու է, թե չէ։ Ուրեմն տեսեք, վաղվա Հովանավանքի այդ այլանդակության նախապատրաստության շրջանակներում էլ չեմ խոսում, որ մարդիկ են բերում, էս են անում, են անում, էդ էլ այլ հարց է։ Ակնհայտ է։ 10,000 թվի մասին էս, քանի որ այս Ստյոպիկը ինքը բան է, այտենց փորձառություն չունեցող կերպար է, այտենց իրան խաղացնում են, բայց ինտելեկտն էլ, ոչ մի բանն էլ չի հերիքում դրան, ինքը սա կարտերը բաց է, 10,000 ինչ որ թվի մասին խոսես, մարդ կբերեմ 10,000 մարդ, պարզա որ իշխանությունների դրած նշաձողը 10,000-ն է։ Եվ մենք հիմա տեսնենք թե ինչքան մարդ կկարողանան բերել։ Իհարկե շատերը տարբեր բաներ էին ասում են պետքա թույլ չտալ եւ այլն, բայց գիտեք, սիրելիներ, ախր մենք գործ ունենք օկուպացիոն ռեժիմի հետ, որ իր տրամադրության տակ ունի ոստիկանական ուժեր, այլ հատուկ ծառայություններ, քարոզչական, այլանդակ գեբելսյան քարոզչական լծակներ, բացի մայր աթոռից, այս պայդրությամբ եմ ասում, բացի մայր աթոռից չկա մի որևէ սանտիմետր քառակուսի էս երկրում, որ եթե գերագույն սրբապիղծը որոշի այդտեղ ինչ որ մի միջոցառում անել, մարդիկ կարողանան դրան, այսպես ասած, արգելակել, խափանել այդ միջոցառումը։ Դա է փաստը։ Որևէ տեղ չկա, բացի այս պահի դրությամբ մայր աթոռից, որ ինքը լավ է հասկանում, այնտեղ ինչ որ բան փորձի անել, մարդիկ գնալու են իրենց սրբությունները պաշտպանել։ Դրա համար իմ կարծիքով ակնկալել, որ ինչ որ կերպ հնարավոր է լինելու դա խափանել, իրատեսական չի։ Իրատեսական չի։ Այո, դա մեծագույն սրբապղծություն է, այո, դա քթներիցս գալու է, մեր բոլորի քթներից է գալու։ Հույս ունեմ գոնե մեր երեխեքի քթներից չի գալու, մեր քթերից է գալու։
որտեղ սա մեծագույն սրբապղծություն է, չեն էլ հասկանում ինչ են անում։ Եվ ենթադրում եմ, որ ինչ-որ մի օր նույնիսկ Հովանավանքի վերահոսման անհրաժեշտություն է լինելու։ Ենթադրում եմ, կներեք, որ այս դաշտ եմ մտնում, իմը չի նորից ասեմ, ես սովորական աշխարհական եմ, որը մի փոքր նաև այսպես պահանջ ունենալով հետաքրքրվում է կարգերով, կանոններով։ Ենթադրում եմ մի օր վերահոսման հարց է բարձրանալու, որտեղ դա պղծություն է։ Դա պղծություն է։ Բայց այն ինչ որ մենք կարող ենք անել, ես կարծում եմ, որ իսկապես կարող ենք անել, իսկապես այդ խնդրանքը ուղղել, ես այդպես քիչ աղոթք բառը կարամ ասեմ, բայց նորից ասեմ, քանի որ ես շատ աշխարհիկ ընտանիքից եմ, սովետական հայկական ընտանիքների մեծամասնության պես, ես այդպես մի քիչ շատ չեմ, մի քիչ արհեստական կլինի իմ կողմից ասել, էլի։ Դրա համար եմ ասում խնդրանք, դուք հասկացեք աղոթք։ Ինձ թվում է մենք ճիշտ կանենք, որ գնանք վաղը անպայման մասնակցենք որևէ եկեղեցում կանոնական աղոթքի, կանոնական ներողություն, Սուրբ Պատարագի։ Մեր եկեղեցիների մեծամասնությունում դա առավոտյան ժամը 11-ին է լինում, որոշ եկեղեցիներում 10:30 է լինում։ Օրինակ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում 10:30 է, Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում 10:30 է, շատ ուրիշ տեղերում 11-ին է, երևի թե մեծամասնությունում 11-ին է, անպայման գնալ մասնակցել եւ անպայման խնդրել, որ ողորմություն գա մեր ժողովրդի վրա, այս պղծությունը, որ միաժամանակ այդ զուգահեռաբար տեղի է ունենալու մեր կարևորագույն եկեղեցիներից մեկում, դա հնարավոր լինի որևէ կերպ քավել։ Այդ մեծագույն պղծության համար ողորմություն խնդրենք եւ անպայման հաղորդություն ստանանք։ Այնտեղ ինչ որ տեղի է ունենալու, դա հաղորդություն չի լինելու։ Իրավասություն չունեցող անձի տված հաղորդություն չի։ Ինքը չի գոյափոխվում, ինչպես մեր եկեղեցին է սովորեցնում, ինքը չի գոյափոխվում, ինքը ոնց հաց ու գինի կան, տենց է մնալու է։ Եվ Նիկոլ Փաշինյանն էլ ոնց որ սիրում է ստեղ այնտեղ մի կտոր հաց ուտել, այնտեղ տենց հաց է ճաշակելու, այլ ոչ թե ուրիշ բան։ Իրա ուղիղ վերահսկողության տակ գտնվող մարդկանցով հիշենք, որ իրաց դրած պլանկան 10,000-ն է, հələ հասկանանք, տեսնենք ինչքան մարդ է այնտեղ գնալու։ Կարծում եմ բոլոր հարցերի փորձագետ Յոհաննիսյանը մի հատ կնկարի, էլի, մի հատ տեսնենք թե այնտեղ քանի հոգի է։ Մենք էլ գնանք մեր եկեղեցիները, նա էլ է մեր եկեղեցին, բայց վաղը ոնց որ թե անխուսափելի է այդ այլանդակությունը այնտեղ տեղի ունենալիք, ոնց որ թե։ Մենք էլ գնանք մեր Մայր տաճարը, գնանք մեր մյուս եկեղեցիները, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեր մյուս մարզերում եւ այլն, որտեղ որ հարմար ենք գտնում եւ այս ողորմության խնդրանքով դիմենք, միաժամանակ մեզ հոգեպես պատրաստենք մինչև վաղը, որպեսզի արժանի լինենք հաղորդության։ Ինչ է դա նշանակում։ Մոտե մարդիկ կարող է լինեն, որ չգիտեն էլ հաղորդությունը կամ երբեք հաղորդված չլինեն։ Ես օրինակ անկեղծ ասեմ, առաջի անգամ հաղորդության մասին իմացել եմ, ոչ թե հաղորդվել եմ, երևի 25 տարեկանից ավելի ուշ, 25-ից ավելի բարձր էի։ Երևի կարող դաժե 30 լինեի։ Իսկ առաջի անգամ հաղորդվել եմ էլ ավելի ուշ։ Չեմ իմացել, հիմա մեզ չեն սովորացրել, ինչ անեմ։ Ես մտածում եմ, որ եկեղեցիները դա տեղ է, որ գնում ես մոմ ես վառում, տես ինչ որ խնդրանքով ես դիմում, ու տես գնում ես քո գործերով։ Տենց է իմանում։ Չեմ բացառում, որ մեր մարդկանց մեջ էլ, այսինքն դիտողների մեջ էլ, այլոց մեջ էլ նման մարդիկ լինեն, բայց իրենց համարում են եւ հանդիսանում են հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակներ։ Եվ իրականում այստեղ մի քանի կանոններ կան, որոնք ձևական բնույթ չեն կրում, էլի պետք է պատրաստես մի քիչ էլ զոհողության գնաս, թե մտքերդ ոնց որ քիչ դες հարմար չի կողքս եկա։ Մոտոցիկլ ավար հայտնվեց։
Շարունակենք։ Մեզ պետքա պատրաստենք դրան։ Օրինակ առավոտը հաց չուտել, ջուր չխմել, չծխել, դա ձևական բան չի։ Դա մի փոքր այսպես զոհողություն էլ չասեմ, ինքնասահմանափակման միջոց է, որով դու քեզ ավելի ես տրամադրում հաղորդություն ստանալու։ Չհայհոյել, վատ բաներ, վատ մտքերը հնարավորինս բանել, հասկանում եմ դժվար է, բայց փորձենք։ Կենտրոնանանք այն այսպես խնդրանքի վրա, որ ուղղելու ենք, նորից ասեմ, իթիվս այլ ամեն ինչի, որ մենք անձնական կարող է լինեն, ընդհանուր հանրային կարող է լինեն, բայց մի բան հաստատ, որ խնդրենք ողորմություն մեր կարևորագույն միջնադարյան տաճարներից մեկի վաղը ոնց որ թե անխուսափելի պղծության համար խնդրենք, որ կարողանանք դրա տակից դուրս գալ։ Ամեն ինչի հետ մեկտեղ։ Իդեպ վաղը մայր տաճարում Սուրբ Էջմիածնում մի իրադարձություն է տեղի ունենալու, որ տարեկան 2-3 անգամից ավել չի լինում։ Ես իսկապես խորհուրդ կտամ, ովքեր որ չեն մասնակցել, չեն տեսել դա ինչ է, գնան եւ տեսնեն։ Դա մեր եղբայրների քահանայական օծությունն է։ Ֆանտաստիկ ծես է ուղղակի, ֆանտաստիկ թե իր գեղեցկությամբ, թե իր հոգևոր ներուժով, թե իր այն որ sense նայում ես պատմությունը ամբողջությամբ այս 1700-ամյա տո ինչ 1950-ամյա այդ ամբողջ պատմությունը աշկիտ առաջա գալի է, որ սերնդեսերուտ փոխանցված։ Դուք տեսեք, թե ինչպես է եկեղեցական իշխանություն տրվում եւ ով է տալիս եկեղեցական իշխանություն։ Եվ ամենակարևոր բանը, կարծեմ 6 եղբայրներ են եւ 6 սակավագներ են օծության արժանանալու վաղը։ Մեր թեմակալ առաջնորդներից մեկի ձեռամբ, հա, եւ ամենակարևոր մաղթանքը, որ վաղը, եթե մենք Սուրբ Էջմիածին ենք գնալու, այդ մարդկանց ուղենք, դա հետեւյալն է, կարգիդ մեջ հաստատ մնաս։ Կարգի մեջ հաստատ մնալու մաղթանքն է։ Եվ դա շատ կարևոր մաղթանք է։ Մենք տեսանք նախկին Տերարամի վարքագծով, թե ինչ վատ բան կարող է լինի կարգից շեղվելը եւ դավաճանության ճանապարհը բռնելը։ Տեսեք, մեկից մի մեղքից մյուս մեղքն է գնում, երկրորդից երրորդը, երկրաչափական պրոգրեսիվ, հիմա ինչի է վերածվել այդ տղան։ Կարգիդ մեջ հաստատ մնաս։ Այդ ամենակարևոր մաղթանքն է։ Մենք տեսնենք ոնց է եկեղեցին իշխանություն տալիս։ Եպիսկոպոսի ձեռամբ։ Եվ մի բան է մնում, որ մարդիկ իրենց ուխտը չխախտեն։ Եվ եթե Աստված չտա, ինչ-որ մեկը խախտում է ուխտը, կամ կամավոր ասում է, ես վիճակի չեմ կամ որևէ այլ պատճառով, այդ ժամանակ կարգալուց է լինում եւ վերջ, այդ շնորհը որ տրվեց եկեղեցու կողմից, Քրիստոսի խոսքով, որ ձեզ տալիս եմ իշխանություն, այն ինչ որ կկապեք, կապված կմնա երկնքում, այն ինչ որ կարձակեք, արձակված կլինի։ Դա ոնց տվել են, նենց էլ հետ են վերցրել։ Ամբողջությամբ կանոնական, ամբողջությամբ սուրբ գրային հիմունքներով։ Եվ վաղը կտեսնեք այդ ծեսը, դա ֆանտաստիկ գեղեցիկ ծես է։ Իդեպ այսօր էլ սկզբի հատվածն է, այսպես կոչված անցայման կարգը, որը էլի շատ գեղեցիկ է, տեղի ունենալու էլի մայր տաճարում իջման սեղանի մոտ, որտեղ որ ընծայվում են նրանք, ովքեր հաջորդ օրը օծվելու են, իրենց հավատի խոստովանությունն են անելու։ Ես չեմ կարողանալու գնամ, բայց եթե կարողանաք գնացեք, տեսեք ինչ գեղեցիկ ծես է։ Այսալ տարի, չէ, այս տարվա առաջին ծեսին մասնակցել եմ, շատ այսպես հոգևոր լիցք ստացա այդ ամեն ինչից։ Դու տեսնում ես քո եկեղեցու շարունակականությունը, տեսնում ես թե ինչպես են ծնվում քահանաները, ինչպես է այս ամեն ինչը տեղի ունենում։ Սա բան չի, այսօր որոշեցի այս ինչ բանով եմ զբաղվում, չէ, վաղն էլ որոշեցի, չէ։ Դուք այդտեղ դուք տեսնեք, թե ավելի խորը կհամոզվեք, թե ինչ ծանրագույն մեղքի մեջ է մտնում սյոպիկը, ինչ ծանրագույն մեղքի մեջ է մտնում, ինչպես է ստացել նա, ինչպես ուրիշները 2019 թվին այդ իշխանությունը եւ կորցրել այդ իշխանությունը, շատերը նույնիսկ մտածում են բավական ուշ
բայց նրան հնարավորություն ա տրվել կարգով, կանոնով գալ, ներկայանալ, բացատրություններ տալ, հետ կանգնել իր սխալ ուղուց, ինքը կորցրել է այդ հնարավորությունը, հիմա էլ տեսնում եք ինչով է զբաղվում։ Եվ բան անում, գլուխ ա գովում, ասում է, տեսեք հələ ինչ տեսանյութեր են, հանրությունը ցնցվելու է դրանցից։ Ինչ նկատի ուներ, բացի այս առերևույթ AI-ով սարքած այլանդակության պարզապես։ Ինչ նկատի ուներ։ Հարցակննեք, կամ ինչ որ մի օր կհարցակննվի։ Հուդայի ճանապարհը բռնած այդ անձը։ Երևի այսքանը, ինչ ասեմ, մեր բոլորի հոգիներին խաղաղություն, հոգիներին սրտերին խաղաղություն լինի, այսինքն փորձենք խաղաղ լինել, շատ չներվայնանալ, որտեղ մեր առողջություններից է գնում։ Ես այսօր զգացի, որ այտենց պրոստը շատ դժվար է, բոլորիս համար է շատ դժվար, բայց հետևենք մեր առողջությանը։ Հետևենք մեր առողջությանը, որովհետև ձեզնից յուրաքանչյուրը, մեզնից յուրաքանչյուրը տա Աստված այս երկիրը ճիշտ ուղու վրա կանգնի, վերադառնա հայկականության դաշտ, այս օկուպացիոն ռեժիմը ավարտվի, լիքը բան կա անելու, որ այս երկիրը մի փոքր փորձենք կարգի բերել, մեր երեխեքին քիչ շատից նորմալ վիճակում հանձնենք։ Այսքանն է ուզում ասել, շնորհակալություն, հաջողություն։